Ժողովուրդ օրաթերթի իշխանական լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ հարցաքննել։ Նախորդին կայացած ՔՊ վարչության նիստը գրեթե ամբողջությամբ նվիրված է եղել 2026 թվականի նախընտրական ցուցակում առաջադրված թեկնածուներին։ ՔՊ-ական մեր աղբյուրները պատմեցին, որ վարչության 20 անձից բաղկացած ցուցակի հավակնորդներին հարցաքննել են՝ կապ չունի դու այժմ ԱԺ-ՔՊ խմբակցության պատգամավոր ես, թե ոչ, պետք է պատասխանես Նիկոլ Փաշինյանի ու վարչության անդամների հարցերին, ներկայացնես ինքնակենսագրական ու բացատրես, թե ինչու ես առաջադրվել, ինչ նպատակով ու ամենակարևորը, ինչ վարկանիշ ունես, հայտնեց մեր աղբյուրը։ Նախորդին ԱԺ-ՔՊ խմբակցության մի քանի կին պատգամավորներ եւս ամբիոնից ներկայացրել են իրենց, խոսել իրենց ընտրվելու դեպքում անելիքների մասին։ Նրանց թվում են եղել ՔՊ պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Թագուհի Ղազարյանը, Հռիփսիմե Հունանյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Մարիամ Պողոսյանը, Տաթևիկ Գասպարյանը, Էսթեր Այվազյանը եւ Լիլիթ Ստեփանյանը։ Այժմ 383 հոգանոց ՔՊ ցուցակը պետք է մոտ 200 դառնա ԿՀ ներկայացնելու համար։ Իսկ թե ովքեր պետք է առաջնորդեն եւ լինեն առաջին տասնյակում կամ 20-յակում կպարզվի մարտին կայանալիք պրայմերիզի ժամանակ։ ՔՊ պատգամավորները պետք է ձայներ հավաքեն քաղաքացիներից տուն-տուն մտնելով։